մարզի Երանոց գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի մի խումբ աշակերտներ կենսաբանության ուսուցչի Դիանա Շամյանի ղեկավարությամբ կատարել են նախագծային աշխատանք, ընտրել Հայաստանի կարմիր գիրքը և այնտեղ գրանցված բույսերը թեման։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել հազվագյուտ, վերացման վտանգի տակ գտնվող բույսերը և պաշտպանելու անհրաժեշտությունը, բարձրացնել բնապահպանական գրագիտությունը դպրոցներում և հասարակության մեջ, կենսաբազմազանության պաշտպանությունը և վերականգնումը։ Նախագծային աշխատանքի վերջնացուցը կօգնի խորացնել գիտելիքը Հայաստանի կարմիր գիրքի և այնտեղ գրված բույսերի մասին, գիտակցել դրանց պահպանության կարևորությունը և ձևավորել բնապահպանական պատասխանատվությունը։ Մեր նախագծի ուսումնասիրության ժամանակ մենք օգտվել ենք կենսաբանության տարբեր դասագրքերից և օնլայն տարբեր հավաստի աղբյուրներից։ Կատարեցինք աշխատանքի բաժանում, ստեղծեցինք 3 խումբ, որոշեցինք ամեն խմբի աշխատանքը, որի վերջնարդյունքը ստացան պաստառներ, տեղեկատու թերթիկներ, սարիկաշար և կարմիր գիրքի մասին պատմող գիրքը, որը սիրով նվիրում ենք դպրոցի գրադարանին։ Այժմ ներկայացնենք հիմնական հարցադրումները։ Ինչ է կարմիր գիրքը, որոնք են Հայաստանի կարմիր գրքում գրանցված բույսերը, ինչու են որոշ բույսեր ներառված կարմիր գրքում, ինչպիսի վտանգներ են սպասվում այդ բույսերին, ինչպես կարելի է պահպանել Հայաստանի կարմիր գրքում գրանցված բույսերը։ Ինչ է կարմիր գիրքը։ Հայաստանի կարմիր գիրքը պաշտոնական փաստաթուղթ է, որը պարունակում է բուսական և կենդանական, աշխարհի հազվագյուտ, անհետացած, կրճատվող, անորոշ տեսակների ցանկը։ Գիրքը անվանել են կարմիր, որպես վտանգի տագնապի և անհետացման սպառնալիքի խորհրդանիշ, որ հրավիրի մարդկանց ուշադրությունը անհետացող կենդանիների և բույսերի վրա։ Հայաստանն ունի կարմիր գիրքի 2 հիմնական հրատարակչություն, առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականին, սակայն ժամանակի ընթացքում տվյալները թարմացնելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն առաջացավ։ 2010 թվականին հրատարակվեց նոր կարմիր գիրք, որը արդեն ընդգրկում է 402 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություն։ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի կարգավիճակները և վտանգման պատճառները։ Կարմիր գրքի կարևորագույն մասը տեսակների կարգավիճակներն են, որոնք հիմնված են միջազգային չափանիշների վրա և խմբավորված են ըստ վտանգվածության աստիճանի։ Հիմնական կարգավիճակներն են քրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Այս տեսակները կանգնած են անհետացման չափազանց մեծ ռիսկի առջև։ Վտանգված տեսակ։ Այս տեսակները ևս ունեն արտասման բարձր ռիսկ։ Խոցելի տեսակ։ Այս տեսակներն ունեն անհետացման միջին ռիսկ և վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ։ Կարող են ոչնչանալ մոտ ապագայում։ Ունենք նաև անհետացած տեսակներ։ Բույսերի վտանգման հիմնական պատճառները։ Ցավոք Հայաստանում բույսերի վտանգման հիմնական պատճառները մնում են մարդկային գործոնները։ Դրանք են մարդկային աղմուկ վերաբերմունքը բնության նկատմամբ, անտառատուններ և տարածքի ընդլայնումը, անօրինական որս և բույսերի հավաքագրում, հատկապես դեղաբույսերի, կլիմայի փոփոխությունը և գլոբալ տաքացումը, բնության պահպանության մասին կրթության պակասը հասարակության մեջ։ Այս բոլոր գործոնները պահանջում են համախմբված և շտապ միջամտություն։ Հայաստանը հայտնի է կենսաբազմազանությամբ։ Մեր ոչ մեկ տարածքում աճում է շուրջ 3600 տեսակի բույս, որոնցից շատերը էնդեմիկ տեսակներ են։ Էնդեմիկ են այդ տեսակները, որոնք աճում են տվյալ տարածքում և աշխարհի ոչ մի վայրում չեն անդրդվում։ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի բույսերի շատերն ունեն Հայաստանի կամ Կովկասյան էնդեմիկ կարգավիճակ։ Սա նշանակում է, որ դրանց պահպանության պատասխանատվությունը միայն մերն է։ Այժմ կուսումնասիրենք հենց այս հիմնական կարգավիճակներն ունեցող 5 բույս։ Մերկասերմերից գիհի կենի, ծածկասերմերից թախտաջանի կապնուկը, Հայաստանի տերեփուկը, անդրկովկասյան ձնծաղիկը, իսկ մնացած վտանգված տեսակների մասին գրել ենք և պատմում ենք մեր պատրաստած կարմիր գրքում։ Գիհի, բնական հարստություն և բուժիչ բույս։ Գիհին նոճազգիների ընտանիքին պատկանող անմշտադալար տերևներ են կամ ծառեր։ Տերևները ասեղնաձև են կամ թեփուկաձև։ Աճում է դեղնային տարածքներում քարքարոտ հողերի վրա։ Տարածված է Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Լոռիում։ Գիհու գիհին ապրում է 300-ից 400 տարի։ Պտուղներից ստանում են եթերայուղեր, խեյ, շաքար և օրգանական նյութեր։ Գիհու փայտանյութը շատ օգտակար է, շատ կարևոր է, քանի որ չի փտում և կիրառելի է փայտերեր պատրաստելու համար։ Նաև գիհու փայտանյութից պատրաստում են մատի, դրա համար էլ այն անվանում են մատիտածառ։ Բնափայտը կոնապտուղների հետ միասին օգտագործում են դեղամիջոցներ պատրաստելու համար և տարբեր հիվանդություններ բուժելու համար։ Գիհու պտուղները կլոր մուգ կապտավուն են և հասունանում են 1-ից 3 տարվա ընթացքում։
և ունեն 1-ից 10 սերմիկներ։ Գյուղ պտուղներից պատրաստում են հակալնդախտային ցավամերմիչ դեղամիջոցներ։ Լայնորեն օգտագործվում է անտառապատման և կանաչապատման մեջ։ Բայց սրտի գիհին գրասված է կարմիր գրքում։ Պատճառները՝ անտառահատումներ, հրդեհներ և հողերի չորացումներ։ Գիհին ոչ միայն օգտակար է բնության հավասարակշռության համար, այլ նաև մարդու առողջության համար։ Գյուղի անտառները օգնում են կանխել գյուղի էրոզիան և պահպանել մաքուր օդ։ Այսպիսով գիհին Հայաստանի բնության հարստություններից է։ Պահպանելով գինին մենք ոչ միայն պահպանում ենք մեր բնության հավասարակշռությունը, այլ նաև գեղեցկացնում ենք բնությունը։ Պահպանելով գինին մենք պահպանում ենք մեր բնությունը և ապագան։ Կենի կյանքի ծառ, մեր կասերներից քննարկենք նաև կենի։ Կենի ծառատեսակը նույնպես գրանցված է կարմիր գրքում։ Այն աշխարհի ամենահին ծառատեսակներից է, համարվում է կյանքի խորհրդանիշ։ Այն կապում է երկարատևության ուժեղ դիմացկունության հետ, պատկանում է կենազգիների ընտանիքին, ասեղնատերևները մշտադալար ծառերի ցեղ է։ Բարձրությունը կարող է հասնել 10-ից 25 մետրի, ապրում է 2-ից 3 հազար տարի, բազմանում է սերմերով և կտրոններով։ Ասեղնատերևները հերթադիր են, խիտ երկու շարքով դասավորված մուգ կանաչ գույնով։ Կոները միայնակ են, կարմիր հյութալի հատապտղային տեսքով։ Բույսը թունավոր է, քանի որ պարունակում է տաքսին ալկալոիդ։ Հանդիպում է Իջևան Շամշադինի շրջանում, Զանգեզուրում և Ախնաբադի ձորում Մալախ գյուղի մոտ։ Օգտակար հատկություններ՝ բարելավում է այրան շրջանառությունը, մեծացնում է ուղեղի աշխատունակությունը, օգտագործում են դեղամիջոցների պատրաստման մեջ։ Ֆիտոնցիդներ արտադրելու շնորհիվ կենին նույնպես ունի մանրէասպան հատկություն և օգտագործում է շրջակա օդը մաքրելու համար։ Քանի որ ընդգրկված է կարմիր գրքում, պահպանման նպատակով ստեղծվել են հատուկ այգիներ և արգելավայրեր, պահպանվում է Շիկահող պետական պուրակում և Դիլիջան ազգային պարկի Ախնաբադի կենու պուրակում։ Պահպանությունը կարևոր է բուսաբանական բազմազանության համար, որպես խորհրդանիշ այն կապում են ուժի դիմացկունության և երկար կյանքի հետ։ Անդրկովկասյան ձնձավեգը դասում է կարմիր գրքում գրանցված բույսերի շարքին։ Աճում է բացառապես Անդրկովկասի լեռնային և կիսալեռնային շրջաններում։ Ծաղկում է վաղ գարնանը, մարտ-ապրիլ ամիսներին, նշանավորելով ձմռան ավարտը։ Ծաղկում է 2-ից 3 շաբաթ և շատ կարևոր է էկոհամակարգի համար։ Երկարավուն բազմամյա երկարավուն տերևներով, փոքր ծաղիկներով բույս է։ Գտնվում է որոշակի բարձրությունների վրա, 1000-ից 2000 մետր բարձրություններում։ Տարածված է տարբեր վայրերում և տարբեր տարածքներում։ Ծաղիկները բուրունավետ են և գրավում են մեղուների։ Աճում է 2-ից 3 շաբաթ և շատ կարևոր է էկոհամակարգի համար։ Ծաղիկները ունեն շատ լավ հատկություն և շատ տարածված են։ Անդրկովկասյան ձնձավեգը յուրահատուկ է իր գեղեցկությամբ, էկոլոգիական կարևորությամբ և տարածման։ Նրա պահպանությունը անհրաժեշտ է ապահովել բնության կենսաբազմազանության ապագայի համար։ Պահպանեք բնությունը, պահպանելով իր եզակի տեսակները։ Թախտաջանի կատուն։ Թախտաջանի կատունը հայկական էնդեմիկ տեսակ է, այսինքն գտնվում է միայն Հայաստանում։ Հայաստանի եզակի պահպանման ենթակա բույսերից է։ Այն ընդգրկված է Հայաստանի կարմիր գրքում։ Բազմամյա խոտաբույս է, կարող հասնել 50-ից 70 սանտիմետր բարձրության, ամբողջությամբ մսալի տերևներով։ Ծաղիկները կապույտ են, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է հուլիս-օգոստոսին, գտնվում է Երևանի և Դարյակեցի ֆլորիստական շրջաններում։ Բույսը մեծ դեր է կատարում լեռնային էկոհամակարգերի կայունության պահպանման մեջ։ Այն օգնում է հողին պաշտպանվել էրոզիայից և պահպանել կենսաբազմազանությունը։ Քանի որ թախտաջանի կատունքի քանակը նվազել է մարդու գործունեության և բնական պայմանների փոփոխության հետևանքով, այդ բույսը պաշտպանվում է օրենքով։ Այն գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։ Չի կարելի հավաքել և ոչնչացնել բույսը, գտնվում է միայն բնապահպանական արգելավայրերում։ Այսպիսով, թախտաջանի կատունը մեր երկրի հպարտություններից է։ Այն խորհրդանշում է Հայաստանի յուրահատուկ բնաշխարհը։ Մեր պարտքն է պահպանել այս բույսը և համացել հաջորդ սերունդների։ Արտածաղկավորները տերեփուկ։
Հայաստանի տերևուկ բախտածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկացրին բույս է կերացված է կարմիր գետքում, ընդ որում կանգնած է ոչնչացման եզրին, բազմամյա խոտաբույս է, ուղիղ կանգնած ցողուններով, ունի խոշոր լայն և զվարճև զամբյուղներ, եզրային ծաղիկները սովորաբար դեղին են, հայտնի են միայն Շիրակի ֆլորիստական շրջաններում, Անի, Բաղդավան, Սարակապ, Ջաջուր և այլն, աճում է միջին լեռնային գոտում, 1400-2000 մետր չոր կարոտ լանջերին և տափաստաններում, տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ քառակուսուց պակաս է և պահպանության հատուկ գործողություններ չեն իրականացվում, ինչը մեծացնում է անհետացման վտանգը։ Պետք է նշել, որ Հայաստանի տերևուկը էնդեմիկ տեսակ է, այսինքն գտնվում է միայն Հայաստանի տարածքում, ինչը կարևոր է մեր էկոհամակարգի կայունացման համար, քանի որ հարմարված է Հայաստանի յուրահատուկ հողային կլիմայական պայմաններին։ Տերևուկի ծաղիկները պարունակում են մի շարք ակտիվ նյութեր, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, անտոցիաններ, վիտամին C և այլ նյութեր, որոնք նպաստում են բժշկական ազդեցությանը, օգտագործում են որպես միզամուղ միջոց տերևուկի թուրմը։ Օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և նպաստում է երիկամների ֆունկցիայի կարգավորմանը, հակաբորբոքային միջոց, օգտակար է միզապարկի բորբոքումների և միզուղիների սպազմի ժամանակ, աչքերի հիվանդությունների բուժում։ Տերևուկի թուրմից պատրաստված թռչոցները օգտագործում են բորբոքված աչքերի բուժման ժամանակ և հոգնած աչքերը հանգստացնելու համար։ Այսպիսով Հայաստանի տերևուկը ոչ միայն էկոհամակարգի կարևոր բաղադրիչ է, այլ բուժական և դեղագործական մեծ ներուժ ունեցող բույս է և պետք է խնամքով վերաբերվել մեր բնության այս զարմանահրաշ և արժեքավոր ներկայացուցիչին։ Հայաստանի գրքում գրանցված բույսերի պահպանության համար ստեղծվել են արգելոցներ և արգելավայրեր։ Արգելոցներ և արգելավայրերի դերը կարմիր գրքի բույսերի համար։ Պետական արգելոցն է, սրանք հատուկ տարածքներ են, որտեղ գործում է պահպանության խիստ ռեժիմ։ Այստեղ արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն, որը կարող է վտանգ պատճառել բնությանը։ Արգելոցները ծառայում են որպես լաբորատորիաներ և գենետիկական ֆոնդի պահպանման կենտրոններ։ Օրինակ Երևանի արգելոցը ստեղծվել է հատուկ վայրի ցորենի էնդեմիկ տեսակների պահպանության համար։ Պետական արգելավայրը սրանք նույնպես պահպանվող տարածքներ են, սակայն ռեժիմը մի փոքր ավելի մեղմ է։ Արգելավայրերը ստեղծվում են հիմնականում որոշակի առանձին տեսակների պահպանության համար, թույլ տալով սահմանափակ մարդկային միջամտություն, ետա ինչի մնացում պահպանվող օբյեկտներին, օրինակ, սոսու պուրակ արգելավայրը պահպանվում է կարմիր գրքում գրանցված այլև երան սոսու հանձնագույն պուրակներ, իսկ աղնաբալբու կինու պուրակում պահպանված է կենի հատապտուղային տեսակը։ Այսպիսով բնության հատուկ պահպանվող տարածքները բույսերի բնական ապաստարաններն են, որտեղ դրանք պաշտպանված են մարտածին ազդեցությունից և կարող են վերարտադրվել, ապահովելով բնության տեսակների գոյատևումը։ Բացի ֆիզիկական պահպանությունից նաև կա իրավական կարգավորներ, որոնց մասին ուզում ենք խոսել, որպես զգուշացում բնությանը վնաս հասցնողներին։ Կարմիր գրքում գրառված բույսերը ապօրինի հավաքելու, ոչնչացնելու կամ վաճառելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրամական տուգանքներ, որոնք կարող են հասնել 100,000-ավոր դրամների։ Ամփոփելով մեր նախագծի հիմնական գաղափարները կարող ենք ասել, որ Հայաստանի կարմիր գիրքը մեր բնության հայելին է, որը ցույց է տալիս, թե ինչ գանձեր են կորսվելու, եթե անտարբեր մնան։ Այն պաշտպանում է 402 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնք մեր էկոհամակարգի կարևոր մասն են կազմում։ Բուսատեսակների պաշտպանության հարցում գիտությունը և պետությունը մեծ աշխատանք են տանում, բայց ամենակարևոր դերակատարը մնում է յուրաքանչյուր քաղաքացու։ Մեր կոչը հասարակությանը, եղեք իրազեկ, ծանոթացեք կարմիր գրքում գրանցված տեսակներին։ Երբեք մի հավաքեք և մի գնեք կարմիր գրքում գրանցված բույսերը, հատկապես վաղ գարնանը։ Մի թողեք աղ բնության մեջ և պահպանեք մատուցին։ Հիշեք, յուրաքանչյուր բույս ունի իր կարևորագույն դերը բնության շղթայում։ Մեր երկրի ապագան կախված է նրանից, թե ինչպես կվերաբերվենք մեր բնական ժառանգությանը։ Ինչպես նախագծի սկզբում ասացի, մենք որպես պրոդուկտ պատրաստել ենք պաստառներ, սայկաշար, կարմիր գրքի և այնտեղ բույսերի մասին պատմող գիրք։ Նաև պատրաստել ենք տեղեկատվական թերթիկներ,
Նաև պատրաստել են տեղեկատվական թերթիկները, որը կամերապնդի մեր գիտելիքը Հայաստանի Կարմիր գրքի եւ այնտեղ գրասված բույսերի մասին, որովհետեւ այն Կարմիր գրքում գրասված բույսերի պահպանությունը միայն պետական մարմինների գործը չի, այլև յուրաքանչյուրիս առաքելությունն է։ Թող Կարմիր գրքի բույսերը չմնան գեղեցիկ նկարներ թղթի վրա, տվեք նրանց գոյատևելու հնարավորություն։ Պահպանելով բույսերը պաշտպանում են մեր երկրի կենսաբազմազանությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։